Իշխանությունը զավթած ուժի սիրված թեման, ոնց որ ծամած ծամոն կպած լինի ատամներին, դա նախկինների կոռուպցիոն սխեմաներն են։ Ոնց է փոխվե օրենքը կուսակցությունների ֆինանսավորման մասին։ Փոխվել է առավելագույն գումարի չափը եւ դարձել է process-ը համարյա ոչ թափանցիկ, համարյա լրիվ ոչ թափանցիկ։ Դա բերեց նրան, որ իմ քայլ կուսակցությունը վերջի տարվա ընթացքում ստացել է մոտ 140 միլիոն դրամի հանգանակություններ եւ այդ հանգանակությունների զգալի մասը կատարվել է 59 հոգու կողմից։ Ովքեր են այդ 59 հոգին։ Անունները կան համացանցում, անունները կան նաեւ հրապարակված ֆինանսական փաստաթղթերում։ Բոլոր այդ 59 հոգին այս կամ այն կերպ կապ ունեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ կամ առանձին դեմքերի հետ։ Օրինակ, հալալ կեսը այդ 59 հոգուց ունեն մեծ պետական աջակցություն կամ պետական պայմանագրեր, որոնցով իրանք մասնակցում են պետության բյուջեի մսմանը։ 5 միլիոն դրամ փոխանցել են երկու եղբայրները, Կաթենի կաթնամթերքի սեփականատերերը, ովքեր պետության հաշվին, անտոկոս վարկի հաշվին, կառուցել են իրանց Կաթենի գործարանը։ 3 միլիոն դրամ փոխանցել է Սյունիքի նախկին փոխմարզպետ իր կնոջ հետ միասին։ Տարբեր պետական միջոցառումներ կազմակերպող անձը փոխանցել է իմ քայլ կուսակցությանը 2 միլիոն դրամ։ Հանրահայտ Seal Group, Seal կոնցեռն ներկայացնող անձնավորությունը փոխանցել է 2.5 միլիոն դրամ։ Եվ այդպես շարունակ։ Այսինքն, մեծ հանգանակություններ տվողները այս կամ այն կերպ սնվում են պետական բյուջեից եւ ինչ է սա, քանս ոչ հանրահայտ ատկատը։ Լավ եղեք, ուշադիր եղեք, կրթված եղեք։